Բարեկամներ, հարգանքներս, երկար ընդմիջումից հետո մենք որոշեցինք գնալ Ջերմուկ գեղեցիկ անակնկալ անելու եւ այս պահին մենք գտնվում ենք հենց այն հատվածում, որը շատ գեղեցիկ է։ Ժայռերը, բնապատկերը եւ ճանապարհը միասին ձուլվել են եւ մեզ համար ստեղծել հեքիաթային իրականություն, որը մեզ այսօր կտանի կհասցնի մեծ աղբեր Հրաչին, ում ծննդյանօրն է այսօր եւ նրա դստեր, ամուսնու, եղբոր, կնոջ հայրիկն է։ Մեր Սվետլանա քույրիկը շատ է հարգում, սիրում իր հարսիկին, այնքան շատ է սերը ու հարգանքը, որ որոշել է նրա հայրիկի ծննդյանօրը դարձնի հիշելի, շարժան, գեղեցիկ պայրով լի։ Այդ իսկ պատճառով մենք հիմա գնում ենք Ջերմագին շնորհավորանքներ հասցնենք տեղ, բայց մի տարբերությամբ, որ Սվետլանա քույրիկը նույնպես գալիս է, նա մեր հետևից գալիս է, որպեսզի միասին գնանք այս օրը ավելի գեղեցկացնենք, հետևաբար մենք սպասում ենք, որ նրանք գան հասնեն մեզ, սպասելը որ նա դանդաղ եմ քշում, սովորական ձևի չեմ քշում, էլի։ Հիմա ասենք գնում ենք 60 արագությամբ, հանգիստ մեզ համար գնանք հասնենք Ջերմուկ ընկերներ։ Ջերմուկում ձյունը դեռ կա, ձմեռային եղանակ է, այնպես որ կարող եք գալ ու հանգստանալ ձյան շերտի հարևանությամբ։ Եթե ուզում եք ձնագնդիկ խաղալ, կարող եք խաղալ, եթե չեք ուզում, ուղղակի տեսարանով կբավարարվեք, կվայելեք գեղեցիկ Ջերմուկյան բնաշխարհը։ Աչից ու ձախից դաշտերն են, որ մեր բարեկամները մշակում են եւ լավ բերք են ստանում։ Հայաստան աշխարհի այս հատվածը շատ տարբերվող է ու գեղեցիկ դեռ վաղուց սովետական տարիներից սկսած դեռ այստեղ արդեն մարդիկ զգացել են հանգստի շունչը եւ դա շարունակվում է, այդ ավանդույթը շարունակվում է, դեռ մի բան էլ գնալով ավելի պետք է զորանա, ճիշտ է պատերազմից հետո ահագին տուրիստների աճ պակասեց, տուրիստները չեն գալիս այնքան ինչքան որ միշտ պատերազմն էին գալիս, բայց ամեն դեպքում ամեն ինչի անալի է եւ Ջերմուկը շարունակում է մնալ հյուրասեր եւ հանգստության քաղաք, առողջարանային քաղաք։ Մեծ աղբեր Հրաչ, գալիս ենք քո ծննդյանօրը շատ գեղեցիկ էմոցիաներ տանք, որ այսօր էլ հավաքվելու են ռեստորանում, մեզ ավելի ուշ էին հրավիրել, ուղղակի մենք չենք կարող գնալ, որովհետեւ պետք է այդ ժամին լինենք Երևանում, Մասիսի Դարտնիկ գյուղում, այնպես որ այսօր ընկերներ չենք կարող ռեստորան այցելել Ջերմուկ, բայց տուն կարող ենք ու մեծ սիրով։ Գեղեցիկ օֆերոդային եղանակ ենք ստեղծել մեզ համար ընկերներ, վայելում ենք։ Լես ծաղիկները նկարի։ Սրանք ձնծաղիկների մի տեսակ է, որ հանդիպում է այստեղ։ Մենք հիմա բարձրավոլտերի տակ կանգնած ենք։ Հանկարծ մի լար փոքվի, ընկնի, ես ու Վարդանը տեղում կչորանանք։ Ինչ ես ճարը, խնջելոզ ես սիբեխ ես ճարը, ես էլի սիբեխ։ Տեսեք բարեկամներ, այստեղ սիբեխ կա լիքը, որ ուզեք կարող եք քաղեք։ Գիտես չէ սիբեխը սենց ուտում են։ Այսինքն սնանում ուտում են։ Այս արտի մեջ էլ աճած կլինի ջոգելով։ Հավես համատալի։ Բարեկամներ հաղթահարում ենք դժվարություններ, չէ, նորմալ է, այստից էտանք այսպես, ստե հեշտ տեղ է, ոչ մի բարդ տեղ չի։ Ասենք էստե կլոր պարով էլ կա գայի։ Հենց որ բարդ տեղ չի։ Բայց որ մտանք այնլի բարդ էր, էլի։ Մտնելու տեղը բարդ է, ախպեր։ Բարեկամներ մեզ ասել են ինչ նկարեք, բայց նկարում եք, որովհետև Անուշը ախպերը ասաց արխային նկար։ Ահա գեղեցիկ դիսյատկայով ընկերներ, մենք էլ գեղեցիկ չեսի դվինյաշկայ ախպեր։ 12 դվինյաշկայով ուղեկցում ենք մեր բարեկամներին, մեծ սիրով, մեկ բարեկամներ, մի շրջապտույտը փոխարինում է մյուսին եւ մենք այսպես հավեսով գնում ենք դեպի մեր նպատակակետը վերջնական, որտեղ պետք է անակնկալ անենք մեծ աղբեր Հրաչին իր ծննդյան առթիվ։ Արջևում ամուր սարի հանքի դոմիկներն են ընկերներ։ Այստեղից հենց սկսում է ամուր սարի տարածքը եւ մեր նորություններով արդեն այս տարի սկսելու են շահագործել, այնպես որ հանքը համ պլյուս է, համ էլ հնարավոր է որ շատ մեծ մինուս մեր լեռնաշխարհի համար, որովհետեւ մասնագետներ կան ասում են
ռադիացիայի աստիճանը այնքան բարձր կարող է լինել, որ աղետ բերի մեր գլխին։ Կապրենք կտեսնենք ինչ կլինի։ Ամեն դեպքում կարծիքները տարբեր են։ Մի կողմը ասում է, որ անվտանգ է, մյուս կողմը ասում է, որ շատ վտանգավոր է, այնքան վտանգավոր, որ անգամ Սևանա լճի ավազանը կարող է կեղտոտվել, որովհետև այստեղից շատ ջրեր, ստորգետնյա ջրեր ունենք դեպի Սևան հոսող, այնպես որ մենք հիմա մեծ հարցականի առաջ ենք կանգնած։ Չգիտենք վերջը ինչ կլինի, բայց հուսանք, որ լավ կլինի։ Վերջերս մենք միշտ հուսում ենք, որ լավ կլինի։ Ուրիշ տարբերակ չկա, բարեկամներ, ինչ արած։ Ահա, ավգոն ենք անում դիսյատկային և հավեսով գնում ենք առաջ, հետո նա կգա մեզանից կանցնի, ոչինչ։ Սա ուղղակի մանևր էր, մանևր, որ մեր մեքենային մի քիչ ծանրություն տանք, որովհետև սա ծանր մեքենա է, պետք է թափը տեղը պահես, որ բարձրանաս, թե չէ շատ խեղճացնելն էլ ճիշտ չի, մեքենան, եթե ուզում ես երկար ծառայի։ Հասնում ենք արդեն ջերմուկի կողմեր և մի անգամից երևում է, որ ձնածածկ են դաշտերը։ Ձյունը այստեղ չի հասցրել հալվի, որովհետև այստեղ ջերմաստիճանը ցածր է։ Այս պահին օրինակ չեմ տենում, որ ասեմ, 5 աստիճան է այս պահին։ 7, դե 5 էլի, ավտոն 5-ա ցույց տալի։ 5-ից 7 աստիճան է, դրա համար էլ ձյունը չի հալչում այստեղ դեռ, այս պահը կգա կհալչի։ Ինչպես նկատում եք իմ ձայնից, ես հիմա վատառողջ եմ, կոկորդս բորբոքվել են կերներ, դրա համար էլ ձայնս մի տեսակ ուրիշ է։ Ուրիշ է իմ ձենը հիմա, ուրիշի ձեն է հիմա իմ ձենը։ Բայց հույսով եմ, դա ձեզ չի խանգարի հետևել մեր այս հրաշքան ակնկալին, այնպես որ շարունակեք հետևելուն զուգահեռ բաժանորդագրվեք, ալիքը թող հզորանա, շատանա, ուժեղանա, որ մենք մեզ լավը զգանք ձեր մեզ միանալու շնորհիվ։ Մեզ համար դա պատիվ է, այնպես որ բաց մի թողեք իմ այս խնդրանքը, բաժանորդագրվեք, մինչ կհասնենք ջերմուկ։ Տեսեք ինչ աստիճանի ձյուն է եկել, որ մինչև հիմա մետրից 2 մետր և ավել 3 մետրին մոտիկ ձյան շերտ է գոյացել։ Սա բուքի հատվածն է, բուքը անողոք է լինում, երբ որ գալիս է պահը բքելու։ Հիմա անձրևախառը ձյուն է տեղում, ջերմուկում դեռ ձմեռը չի պատրաստվում նահանջել, բայց ուզած նահանջելու է։ Դա քաշը ինչա, որ մատը չնահանջի։ Բայց որ հասանք ջերմուկ և նոր սկսեց այս ձնախառն անձրևը, դա այդքան էլ լավ չի։ Թեկուզ պադյեզդին մոտ կկանգնեմ, մի անգամից կմտնենք պադյեզդ։ Գնում ենք ձախապի 9 հարկաններից մեկը։ Իրար կողք է հենց հիմա երևում ենք ադրում։ Եղեգնաձորում ուրիշ եղանակ էր, այստեղ ուրիշ։ Այստեղ փոսիկներ են գոյացել, այս կրուգի վրա միշտ այս փոսերը կան։ Կապ չունի ինչքան թազա է ասֆալտը, ստե միշտ փոսեր լինում են, այնպես որ Սուրբ Աստվածածինն է ջերմուկի ընկերներ։ Այս ինչ է, յուղ ելպին, մանկապարտեզ, լավ և իհարկե խաղաղություն։ Քանի որ չգիտենք կոնկրետ որի նահարկանում է գտնվում մեր հոբելյարը, պետք է ռազմավեդվեցելնի ցենտրը միացնենք և հարց ու փորձով հասկանանք որի նահարկանում կլինի։ Իսկ այս հարցի պատասխանը մեզ ամենից լավ կտան հենց այս շենքի կողքի խանութները։ Տենանք, նա խանութ կա։ Այնա, մեծ աղբեր ունենք ընդ կայնած։ Չէ, իրանցից մեկից անդը չի։ Հեսա կճշտենք, կիմանանք, կանենք։ Ուր ես դրեք կոնյակը։ Են մի շենքնա թե հեսա։ Հա, լավ, աղբեր որ հարկը նա։ Երկորդ հարկ։ Այ ջան։ Հա, բավունց աղբեր ես, բդարել ես ինչա։ Ես հայկազին ցույց տամ, հա։ Ես նոր փշտամ աս։ Ոնց ես աղբեր։ Հանտ ինչա։ Հայք։ Բական ինչա։ Արսեն, շատ հաճելի է, դե մենք էլանք։ Դուրս ենք գալու։ Բարեկամը եկել էր եւ մենք նրա համար խնդիր ենք ստեղծել։ Հա, բայց տոշնի մացա, չէ, հրաչը։ Հա, всё։ Մեծ աղբեր հրաչ, մենք ուղևորվում ենք դեպի ձեզ շենք եւ գալիս ենք մեծ սիրով տոնախմբությամբ, որպեսզի կազմակերպենք
գեղեցիկ անակնկալ, բայց քանի որ ձյունը այստեղ շատ է, մեքենաները ուզած խցանումներ են ստեղծում։ Ճիշտ է, հեշտ չեղավ ճանապարհը հասնելու, բայց հասանք։ Մեզ ասել են վերջի պահածից երկրորդ հարկ, ձեզ ինչ են ասել։ Այն է։ Հանդից էլ առաջին է գալ, էլի Ստեփան ջան ուրեմն։ Հա, էլի, հա։ Հա։ Տոն է այսօր։ Հավաքվել են, տոն է։ Հա, երրորդ հարկ չէ։ Սպասում են։ Ախպերը դուրը պետք է Գնում էր ախպեր։ Մեր տեղի դուրը։ Արի տենանք լավ։ Սխալ կլի, ասեմ որն է մեր մեծ ախպեր էր աչի օջախը։ Սպասում ենք։ Սպասողակ։ Բարև ձեզ։ Ճիշտ ենք եկել, ձեր տունցան կա այսօր։ Որն է։ Շնորհավոր ձեր մի ամսյակը։ Ապրեք։ Բայց որ դուրը։ Էս նույն դուրը։ Ապր մեզ սպասում են ընդ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Բա։ Ուրա։ Բարև ձեզ, շնորհավոր ձեր մի ամսյակը։ Այդ մաքրությունն եք անում, հա։ Ուրա բա։ Որտեղ է նա։ Որտեղ։ Հա։ Իշքան հեռու է։ Եկել է մեր մեծ ախպեր հրաչը, նա չի պատկերացնում ինչ է կատարում։ Քաջ մարդուն, քաջ առողջություն, ծննդը շնորհավոր մեծ ախպեր հրաչ, կամանդիր հրամանատար, բայց հենց նոր ես իմացա, որ դու հրամանատար ունես։ Ով է, լասա։ Հրամանատարը։ Հա։ Ես եմ։ Դու ես։ Լավ, լսամ որ հրաման տվեց։ Քեսը դերան, տեսել, սիրուն է, ռախոսը, պայլա, նկարում է, քեզ շատ սիրում են բոլորը։ Առողջ լինես, լավ լինես, ինձ ասել են դու ուտող խմող, ասող, խոսացող մեծ ախպեր ես։ Ջիջարով, այսպես հավեսով։ Հա, լավ լինես, առողջ լինես, միշտ ծեր սիրված։ Իսկ անակնկալը, արի գնանք ասեմ կողմից է իրար հետ արի։ Էդ ինչ էր ամ նարդի էր գցում։ Հա։ Նստեք։ Դե հələ ինչ նստել, արի մատ հələ տենանք ինչ եք անում, պետք է հատուկ համար եկե ասել ենք որ դու երազանք պահես, երազանքներդ կատարվի բոլոր։ Դու այնքան լավ մարդ ես, այնքան լավ հայրիկ ես, լավ հարևան ես, ուժեղ մարդ ես, քեզ շատ են սիրում բոլորը, ու այս անակնկալն էլ հուսամ դու կկռահես ում կողմից, եթե չէ ես կասեմ։ Համաձայն։ Երեխեք էլի երեխային բան չասի, բայց քո սեփական երեխեքը չեն, բայց երեխեքիդ մատը շատ խառն է։ Այ երեխեքի տեղած հարգանքն ու սերն է ստիպել ես անակնկալը որ դառնա իրական։ Հենց երեխեքիդ շատ սիրել հարգելով։ Աղջիկաս։ Աղջկատ կողմից է, հենց։ Հայկու ընկերու էլի։ Քույրիկի, Սվետի կողմից է Սվետլաննայի։ Շատ սիրում է քեզ։ Քեզ գիտես հատուկ շնորհակալ եմ որտես լավ աղջիկ եք ցանեսն է դաստիրակ է, այսօր իրա շատ մոտիկ քուրն է էլի։ Իրանք քուր է հարգում։ Էլի մաղջիկն է, ոչինչ։ Մարդը մինչև երեխա ունենալ իր անունով է գնում առաջ, հետո երեխեքի անունով էլ է գնում առաջ, այնպես որ իմացի դու մեծատարով անձնավորցես միշտ տես մնաս։ Դե ավա ինչ եմ չէ։ Հա բա։ Պայլեր աշկից, բայց աշկերը փայլում էր, բայց չէ, լավ չասիր, հələ պահի, երազանք պահի։ Բայց ափեր տվող ունենք, 2-3 հոգի ունենք, ափեր տվեք, ես քաղցրությունը քեզ, մեծ հարգանք ես վայելում, իսկ մի հատ նվեր կա, եսի հատուկ ուժեղ նվեր, եսի երկուսի տա վերաբերվում արդեն, լավագույն մաղթանքներով ձեզ, տեսա չէ, նկարը տեսա չէ, իսկ քո համար հատուկ, սրանց աշխարհում մի հատ է։ Բա քո նկարն է, ես նվերը քեզ, բա մեր հրամանատարին ով է մեր բաչիկ անում։ Իհարկե նրա կյանքի կեսը։ Իհարկե ձեր սիրուց է ստեղծվել այս ընտանիքը, այս այնպես որ առողջ ելնենք, լավ ելնենք։ Այսպես Արոն հրամանատար, մեծ աղբեր, լավ ելնես, ուրախոր, հեսա հյուրերդ գալու են, էլի, հյուրերդ կգան, քեֆ կանեք, ուրախանաք, ինձ ասել են, որ դու կարում ես այնց անես, որ մարդիկ ով գալիս է տուն չէ, հա, բայց ես էթում եմ։ Մենացա, առողջ ելնես, լավ ելնես, սերը անպակաս։ Դու էլ արել չես կարա, ասես վերցես սենց անես։ Մատով։
Հա, Ախ ինչ անեմ, որ ինչ երկարնուց է կերպ։ չեմ կարա, չէ։ Կեպած է, լավ է։ Էփա։ Ահա, լրվել է մեքենան ձյան մեջ, տեսնենք երբ գարուն կգա ջերմուկում, որպեսզի մեքենան հանեն դուս։ Իսկ մենք ընկերներ գնում ենք ուղիղ դարբնիկ, դարբնիկում գեղեցիկ անակնկալ ունենք, ջերմուկից դարբնիկ։ Հա։